Համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին ակներեցի Սանդրո Հակոբյանի պատկերացումներն այսպիսին են։ Են ասմեն ընդել առանվ է, տենտել ասմեն Ռուսաստանն էլ առանվ է, ծիծաղում ենք։ Այսինքն։ Դե երևի աշխատանք չկա, կա փողը չեն շատ տալի, դե մի զատ կա էլի, որ ասում են։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող տղաներն են ասել, բայց միայն այսքան ավելին չեն ասում, որ ծեր ծնողներին չանհանգստացնեն, առանց այն էլ հարազատների կարոտը մի կողմից, հարևանների դատարկվող տների պատկերը մյուս կողմից։ Ընտրության հանձնաժողովումնի 160 մարդ չընտրեց, ցուցակումը կար, բայց ստե չեն։ Ռուսաստանումն են չընտրեցին 160, հլանանի հետ ավելի աշտած է գնացողները։ Ակներ գյուղում, որ վերջերս Ալավերդու թաղամաս են կոչել, գրանցված չափահաս մարդկանց թիվը 460 է, փաստորեն գյուղում ներկաների թիվը 300-ից չի անցնում։ Գյուղացիները վստահեցնում են, թե տարիներ շարունակ այստեղ ապրուստի հիմնական միջոցը խոպանն է դարձել։ Գարնանը գնում են Ռուսաստան, տարեվերջին վերադառնում։ Արդեն վերադարձողներ կան, բայց շատերն այնտեղ հիմնավորվել ու ետդարձի միտք չունեն։ Նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամը գոնե առայժմ նրանց չի մտափոխել։ Տոհադեկա էլի, այս Ծատինյան Գուրգենի տղեն ընտանիքով Ռուսաստանա, մեր հարևան Ալվարդի տղերքը ընտանիքով Ռուսաստան են, որին ասեմ, այս Նելիկ կա մի հատ, մենակ կնիկա, 3 տղոնի կուլպաթով աղջիկն էլ ընտանիքով, դանքել են թամուզ Ռուսաստան, կյասաստիեզ մեր թամումը, մենակ սրանց տանա մարդկա ու է գնացած չեն։ Իմ ընտանիքի բոլոր անդամները Ռուսաստան են։ Իսկ հիմա, որ տնտեսական ճգնաժամ է այնտեղ, ասում են, որ դժվարացել է ֆինանսական գործարքներ։ Փողը ղարգում են վաղտին։ Հա, բա ինչ տինան։ Վերջի անգամ երբ են ուղարկել։ Հիմի գնում եմ ստանը։ Ժորա Ծատինյանի ուշքն ու միտքն էլ դրսում է, հեռավոր Ռուսաստանում, որդիներից լուր է սպասում, ասում է, թե տնտեսական ճգնաժամի դժվարություններն առայժմ Հայաստան ուղարկվող գումարի չափը չեն կրճատել։ Մեծ տղես ընդեղը, օրինակ երեկ ինձ համար $100 ա ուղարկել, ինձ համար մեծ բան ա, թոշակառում արդեմ։ Հայաստանում աշխատատեղերի բացակայության պատճառով Մարուս Հակոբյանի զավակները ցիրուցան են եղել, սրտնեղած է։ Հեսա 5 հատ երեխա եմ մեծացրել, սովորած, բարձրագույնում, դպրոցում, գերազանցի մենակ եմ, Հայաստանն է մեղավորը։ Հիմա ձեր ընտանիքից կան գնացած։ Մեր ընտանիքից կար գնաց 3 ամիս կացավ, աշխատեց, մի շամ որդի փողերն առավ կորավ, էլի տղես վրախեց եկավ։ Հա, փող չբերեց, հա։ Ոչ մի կոպեկ էլ չբերեց։ Մայրլա վերարացրու է, քու հավեսը չունը, ով ժոջա։ Ակներեցի Հակոբը կնոջ հետ պայմանավորվել էր, էշին ջուրն էր տանելու, հետո ալյուրը պիտի տեղափոխեին, բայց մեզ հետ զրույցի բռնվեց ու մոռացավ։ Աչի հլակած տրամես ինչ ասի։ Ինչ դիմասի։ Գալիս է։ Աչի դեր դեով մենաս։ Այ, ջուր տանի մեջ դեմ տահանարի։